Աստծո խաղաղությունը մեր բոլորիս հետ լինի։ Ամեն։ Աստծո խաղաղությունը։ Այն խաղաղությունը, որ աշխարհը չի կարող տալ եւ չի կարող տալ։ Խաղաղությունը Քրիստոսից է։ Իրանի ամեն մի հավատացյալի համար, որ ունի ներսում սրտում խաղաղություն։ Բոլորս ասենք փառք Տեր Հիսուս Քրիստոսի, լավ է կարևոր եկել։ Հավատքը դա Աստծուց փառք է։ Որ դուք հավատացել եք, դա Աստծո շնորհքից է։ Որովհետև Եբրայեցիս 11:6 գրած է, 11:6 Եբրայեցիս, բայց առանց հավատքի անհնարին է Աստծուն հաճելի։ Աստծուն հաճելի։ Մեկը հավատքը պակաս է, մեկը թելի է, մյուսը, բայց Աստված պատրաստ է աճեցնելու։ Որպեսզի մենք կարողանանք որ հավատքով քայլել, հավատքով ապրել, հավատքով Աստծուն փառքել։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, Աստված օգնի ձեզ։ Կարդում ենք Մարկոս ավետարանը 11-րդ գլուխ 20 խոսքից 11-20 խոսքը։ Ինչ վերել, ինչ 12-ից կարդանք դուք 20-ը։ Եվ հետևյալ օրը երբ Բեթանիա կելնեին, անոտեցավ, Տեր Հիսուսն համարել է նրանց, անոտեցավ, եւ հեռվից տերևալից թեզենինը տեսնելով, եկա որ թերևս անոր վրա բանը գտնել, ու երբ անոր քով գնաց, տերևները զատ բանը չգտնեցավ, որովհետեւ ժամանակը չէր, եկրված է խոսքով ասեց, որ քեզանից ծտող չերինի։ Հիմա շարունակություն է կարդում 20 խոսքից։ Եվ առօրյանց երբ անկեք անցնեին, թեզենին տեսան արմատեն չորացած, արմատից մի անգամ չորացավ, ինչ է դարձել հրաշքեղա։ Եվ Պետրոսի միտքը եկավ սավ անոր, Ռաբի, ահա թեզենին զորանեցեցիք չորցել։ Եվ Հիսուսը պատասխան տալով սավ անոնց, Աստծո հավատ ունեցեք, ու մեզ ասում, Աստծո հավատ ունեցեք, քանզի ճշմարիտ կսեմ ձեզի, ով որ այս լորանը սեր, երիրուցով ընկիր, եւ իր սրտի մեջ երկմտի հավատա, ինչ որ ասե կլինի, պիտի լինի անոր, ինչ որ ասե, ինչ որ ասի, խնդրե պիտի լինի։ Շարունակություն է, ասորամատ կսեմ ձեզի ինչ բան, որ աղոթքով կխնդրեք, աղոթքով պիտի խնդրենք, հավատացեք, թե պիտի առնեք, եւ պիտի լինի ձեզի։ Հավատանք, որ պիտի առնենք, պիտի լինի մեզի։ Շարունակությունը։ Ու երբ աղոթքի կանգնեք, պայման կա։ Ներեցեք, եթե մեկուն դեմ բանը ունիք, որպեսզի ձեր հայրը, որ երկինքն է, ներեք ձեր անձանքներին։ Իսկ եթե դուք չներեք, ձեր հայրը, որ երկինքն է, պիտի չներեք ձեր անձանքներին։ Այստեղ Տեր Հիսուս ասում է, որպեսզի ձեր աղոթքը ստացվի, աղոթքի արդյունքը երևա, պատասխանը լինի, նա փորձեք ձեր անձերը, փորձեք ձեր սիրտը։ Կամ մեկը, որի մեկին չի կարողանում ներել։ Կամ մեկը ոնց ասած, որ մեկին չի կարողանում տանել։ Պրոբլեմ ունի։ Այդ հարցը կարևոր է։ Եթե կանգնում եք աղոթքի ները մեկը մեկին ներելով, մեկ աղոթքի պատասխանը պիտի ստանա։ Եթե չներեք, մեր մեղքին չներեք։ Համաձայն եք այդ խոսքը։ Կարևոր է սա։ Աստված ինչքան բազում մեղքեր ներել է, բայց մի փոքր չի կարող։ Ես մի հատ խնդրված կունեմ, շատերի սրտից եմ խոսելու, շատերի սրտից մանավանդ քայլելու։ Դուք ուզում եք, որ ձեր առանձները գնահատեն, ձեր ընտանիքում կլինի, ամուսնու հետ կապված, հարցներ կունենաք, վերջերջով տղաներ, երեխաներ, թոռներ, դուք ուզում եք ձեր առանձները գնահատեն, բայց հետևյալն ասեն, հնարավոր է չգնահատեն։ Նման մի դեպք պատմեն մեր շինության օգուտի համար։ Շատերի սրտում ուրախություն կկացնի իրոք։ Մի հատ քույրիկ մեր ցեղում որ աշխատում է հայրենիք գործանում քույրիկը, եկեղեցու անդամ, ամուսինը եկեղեցու անդամ, 3 տղաներ, 3 հարսները բոլորը հավատքի մեջ են եկեղեցու անդամ։ Այս քույրիկի սրտում ծանրացել էր մի բան, այմ ասում է, իսկ անդամ հոգսեր ինձ վրա է, ճաշեպել է մյուսը, ոչ ամուսինս է գնահատում, ոչ հարսները, ոչ տղաները։ Մենք տեսեք ինչքան կարևոր է Աստծուց պարգև ունենալը եւ Աստծո պարգևը, որ ճիշտ գործում է եկեղեցում։ Քույրերը եկել ինչքան իջնում Ռուսաստանից, իրանց տուն հյուրասիրել են։ Եղբայրը ոչ բանից տեղյակ չէր, եղբայր հույր եղբայրը, որ ունեցել է պարգև մարգարեություն,
աղոթքի ժամանակ մոտեցեք Քրոջ վրա մարգարացել է։ Աղջիկ ես, զավակ ես։ Ես ամեն բան գիտեմ եւ ամեն բան տեսնում եմ եւ գիտեմ, որ քարազները չեն գնահատում, բայց դու լավ իմացիր, ես քո ամեն մի առածը գնահատում եմ։ Ինչքան պետք է ուրախանալ, որ կան մեկը, որ Տեր Հիսուսը գնահատում այն, որ մի բաժակ ջուրեր ես տալիս արտարի անունով, դրա վասնը չպետք է կորի։ Այնպես որ մի նեղվեք, խնդրեմ ձեզ։ Առաքյալն ասում է, մեզ պետք է, ձեզ պետք է համբերություն, մեզ պետք է համբերություն, որ Աստծո կամքը անելով խոստմունքները վայելենք։ Աստծո կամքը անելով խոստմունքների մեկ կհասնենք։ Եղբայրներ, քույրեր, Տերը ուշտած զորացնի, համբերեք տարեք միջև ինչ։ Ստեղ մի դիպված եղավ։ Մատթեոս 17-րդ գլուխ 14 խոսքից 17 գլուխ 14 խոսքից Մատթեոս։ Երբ որ սովորաբար հայրը իր երեխային բերել էր աշակերտների մոտ դիվահարիր երեխան։ Դիվահարիր, ժամանակի պատճառով չէր ուզում կարտալ, դիվահարիր։ Առաքյալները աղոթք արեցին, բայց ոչինչ չեղավ։ Երբ որ Տեր Հիսուսը մոտեցավ, ասեց, ինչ է կատարում, ասա աշակերտների բերեցի չկարողացան հանել։ Ասեց, ով անավատ եւ խոտորյալ ազգ, մինչև երբ ձեզ պիտի համբերեք։ Ինձ բերեք։ Եվ ինչ արեց, խոսքով ասեց դուրս եկավ։ Իսկ մյուս տեղում Մարկոս 9:21-ում նույնը գրված ուրիշ մի դեպք։ Երեխայի հայրը բերեց, ելի աղոթք արեցին, ոչինչ չեղավ։ Երբ որ Տեր Հիսուսը մոտեցավ, գիտեք ինչ ասեց, հայրը, որտեղ սարսափելի վիճակի մեջ էր երեխան, Սատանան կրակի մեջ էր գցում իրան, ջրի մեջ էր գցում, որպես մոսս երիտասարդ երեխային։ Ասեց, եթե կարող ես մի բան արա, Տեր Հիսուսին ասեց, եթե կարող ես մի բան արա, պատասխանը Տեր Հիսուսից, եթե կարող ես հավատալու, եթե կարող ես հավատալու, ամեն բան կարելի է նրան, ով որ հավատում է, ամեն բան։ Տեր Հիսուս ասեց, հավատքով լեռները կտեղափոխեն, բայց մեզ պետք չի լեռներ տեղափոխել, այն դրա կարիքը չկա։ Ասեց, եթե մանավ չհավատք ունենաք, լեռները կտեղափոխեն։ Հնարավոր է պրոբլեմներ ունենք, դժվարություններ, հիվանդություններ, նեղություններ, դրա համար պետք է հավատք։ Հովհաննեսը գրում է, ինչն է, որ պետք է հաղթի աշխարհին, ինչ է հավատք։ Այն հավատքը, որը կառուցված է Աստծո խոսքի վրա, եղբայրներ լավ հորդորեցին։ Այն հավատքը, որը կառուցված է Աստծո խոսքի վրա, երբ որ դու աղոթք ես անում, հիշի Տիրոջ խոսքերը, ինչ որ խոստացել է, Տեր դու խոստացել ես, դու ասել ես հավատքով խնդրեք, ես էլ հավատքով խնդրում եմ։ Ես երևույթին չեմ նայում։ Եթե նայում չէ, երևույթը շատերին է խաբել, շատերին է գցել դժվարության մեջ։ Սկզբից Մարտան Ղազարոսի համար ասեց, ես հավատում եմ, որ դու ինչ որ խնդրես իմ վախպերը Ղազարոսը հարություն կանացի, որտեղ ասեց, ես եմ հարությունը կյանքը։ Բայց այդ մի քիչ հետո, երբ որ գերեզմանի մոտեցան, երբ որ ասեց Տեր Հիսուսը քարը գլորեք մի կողմ, նույն Մարտան ինչ ասեց, մի քիչ առաջ ասում ես հավատում եմ։ Ասեց Տեր արդեն հոտած կլինի։ Երևույթը արդեն յոգու վիճակ այդպես է։ Մարդ ասեց, Մարտա, ես քեզ չասեցի, որ երբ որ հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես։ Ինը հերթը մեր, ինը ձեր։ Եթե մենք ամեն անգամ հավատանք Աստծո խոսքին, նրա զորությանը, Աստծո փառքը կտեսնենք, հնարավոր չի չտեսնենք։ Դա կլինի ընտանեկան պրոբլեմներ, դա կլինի հիվանդություններ, կլինի նեղություն, ինչպես ասում է, հավատք հաղթում աշխարհին։ Նեղություններ կան, դժվարություններ կան, այդ հավատք չունեցած չի կարող։ Պրոբլեմները կգան, դժվարությունները կգան, հիվանդությունները կգան, խորտությունները կգան, եղբայրներ քույրեր, ովքեր ունեն կենտանի հավատք, այդ հավատքը տալիս է միշտ հաղթություն։ Միշտ տալիս է հաղթություն զորություն։ Հեսոսով եղբայրներ քույրեր, շատ կարևոր է սա։ Դա դեռ չեն եկել են հարացանքները, նեղությունները։ Այսօր ոմանք կան հավատացիներ, որ փոքր նեղության մեջ չեն դիմանում, չեն կարող համբերել, չեն կարող տանել։ Սրտեղում են, բորբոքվում են, գիշերները միջակամանքում, գիշերներ են անցկացնում, ինչպես եղբայրներ հորդորեցին։ Ծանր մտքեր են ընդունում, բայց հավատքը տալիս հաղթություն։ Վիճակին չի նայում, երևույթին այդ հավատքով Տիրոջը խնդրում է ու սպասում իր ողորմությանը։ Ինչպես 40 Սաղմոսն ասում է, սպասելով սպասեցի Տիրոջը, հետո ինչ եղավ, ծռեցավ իր ականջը, Աստված իր ականջը ծռեց, լսեց մեր աղոթքը,
մեզ կորստյան խոսից տխմանից կավից անեց։ Հետո ինչ եղավ, ոտքերը դրեց բեմի վրա, մեր քայլված հաստատեց և վերան դրա նոր երկնա, այսինքն փոխվեց իրավիճակը, միանգամից ուրախություն և խաղաղություն եղավ, երկ փառաբանություն եղբայրներ քույրեր։ Նրանք տեսեք, հետաքրքիր Աստված տարբեր կերպերով գործել է բոլոր դարերում և իր օգտումին։ Երբ որ Նեման ասորին նա մտածում էր, Աստված այնպես անում, որ դու մարդկանց հետ կապ չունեն, չկապում ես, մտածելով մարդու միջոցով ինչ-որ մի բան պետք է ստանաս։ Նեման ասորին այդպես է մտածում, մի հատ փոքրիկ աղջիկնա, որ գեր տարբեր տամեջ ծառայություն էր անում, եւ երեխայի ասելով Նեման ասոր եկավ, որպեսզի Եղեսեն իր համար աղոթ կանի։ Ինք իր սրտի մեջ մտքի մեջ մտածում էր, կգնամ դուռը կկանգնեմ, Եղեսեն կերնի, ձեռքը կդնի, մտածելով որ Եղեսեն պետք է իրան բուժի, Եղեսեն, եւ բողմի ճակա բարձր իր համար ակին բաները տարել, որպեսզի վերջեջով նվերներ տար։ Հասկացա, այդպես է ինքը մտածում, բայց Եղեսեն որ դուրս եկա, որ ձեռքը դրեց, ոչ մի բան չարեց։ Մենակ ծառային ասեց գնացա 7 անգամ Հորդանա գետի մեջ ընկղվիկ մաքրվի, ջղայնացավ, բարկացավ, թմեր մոտ ավելի գետեր չկան ասում, ընտեղ մենակ սուզվեի։ Բայց հետո մոտեցան իրանից զինվորներից ասեցին, մարգարեն քեզ է ծանր բան չասեց, հələ փորձիր։ Եղբայրներ քույրեր, ինչ որ ասո կամքն դա պիտի լինի։ Եթե մենք ինչ որ բան մտածում ենք մարդկային ձևով չի ստացվի։ Ամեն բան երբ որ թողում ես ասոն, Աստված հրաշքանում։ Խելոք մտավ գետը, մի անգամ չի։ Քանի որ 7 անգամ, 6 անգամ մտեր, չէր լինի։ Պետք է լինի ասո խոսքով։ 7 անգամ խորասուզվեց դրա մաքուր։ Նվերներ բերեց, բայց երեսը ոչ բան չարավ։ Եթե նվերները վերցներ, ասեր, բժշկություն եղավ, նվերները տրեցի։ Բայց ինչ կատարվեցավ։ Դրա պատճառով ինք հավատաց կենտանու ասոն եւ ստեց Աստծուն երկրպագեր։ Եղբայրներ քույրեր, այսինքն ճանաչեց Աստծուն։ Աստված օրհնի ձեզ եղբայրներ քույրեր։ Շատ կարևոր է, որպեսզի մենք հավատքով ապրենք, հավատքով Տիրոջը փառքանք, որտեղ նա արժանի է։ Այսպեսի դեպք, իրական դեպք։ Ես եղել եմ իրակ եղբոր Թորնիկի համար գնաց հիվանդանոց։ Հայրը տարիք առաջ բաները, տղայի հայրը։ Պատմում է տղան ասում, եկել է պապան ասում է Թորնիկի տեսնելու հավատացյալներին հավատացյալ, ինքը ընջել հիմա չկա։ Եկել է տեսնելու ասում է միջանցքում մի հատ հիվանդ տարեց մարդու սխմեր վկայեր։ Այդ տարեց մարդ էր ասում է ծանր էր լսում։ Մի քիչ ծանր լսում է պապաս էր ասում է բարձր խոսում էր Աստծո մասին, Քրիստոսի մասին։ Եվ երկար խոսելուց հետո ասի դրան հարցեց։ Այդ տարեց մարդուն ասեց, հա, հավատում ես որ Աստված կա։ Ասեց, բանը չեմ հավատում։ Երկար խոսելուց հետո ասում է պապաս տարավ իրես ոնց անեղա ասեց անունդ ինչ է այդ տարեց մարդուն ասեց անունս Թոմաս ասում է շուտ ասել ես քաշ ասել Թոմաս Աստորին չհավատաց միջև չտեսնեն մատս մտցնեն ձերքերի տեղերը ձերքը չխոցեն կողքը չեմ հավատա Թոմաս մի եղիր անհավատ չենք անհավատ, եղին ենք հավատացյալ եղբայրներ քույրեր Իրանին հավատացյալի, որը Տիրոջ քարիքն է զգում ուզում է իր հետ հաղորդակցվի հենց Քրիստոսի ներկայությունը, որ հայտնում է ձեր կյանքի մեջ հրաշքի տեղ ունենում Տերը պարապ չի այցելել մարդուն եղբայրներ քույրեր Տերը որ հայտնվում է բժշկություն է կատարում զորություն է գործում այո շատ կարևոր է սա որպեսզի վերջը մենք տեսնենք Աստծո փառքը Օրագիչի համար գրված է Եղիան 7 անգամ աղոտ կարեց 7 անգամ ինչու՞ մաչ հուսարվեց որ 3.5 տարի երկրի անձեր չեր եկել իր աղոտքից 7 անգամ աղոտքից հետո անձեր եկավ եւ դրա համար առաքյան ասում է Եղիանը մերպես մարդ էր աղոտ կարեց անձեր չեկավ աղոտ կարեց անձեր եկավ մեր նման կերկետար ենթակա մարդ էր հիմա հերթը ներն է իմ խնդրվածն է ձեզ եղբայրներ քույրեր որ աղոտ եկան սպասեք միջև վերջ Աբրահամը սպասեց Իսմայել ծնվավ եւ մեզ նեղություն եղավ Եթե հանկարծ մենք շտապելու ենք Իսմայելը ծնվելու դժվարությունը շատանալու է բայց որ համբերության աղոթք ենք անում սա տանց կանչում ենք Տիրոջ անունը հավատում ենք սպասում ենք իր փառքը տեսնենք համաձայն եք եղբայրներ քույրեր դրա համար Հակոբոսն ասում առաջի գլուխ 6 խոսքը առաջի գլուխ Հակոբոս 6 խոսքը երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհների մեջ Նա չկարծի, որ Տիրոջից մի բան պետք է առնի։ Չասեմ, մի քանի տոկոս կստանա, ոչ մի բանը չի առնում, որտեղ երկմիտ է, աղոթում է, բայց չի հավատում։
աղոթում եք, չի հավա, սպասում իր ողորմությունը։ Տիրոջ խոստմունքները ինչ են, ով է հիշում։ Տիրոջ խոստմունքները այոյեն։ Դրանք Պողոսարական ասում է որ հավիտյան քարոզում են, դրանք մարդկային համոզիչ խոսքեր չեն, որ ձեր հավատքը ուշադիր լսեք, մարդկոց իմաստությունով չլինի, հապա Աստծո զորությունով։ Եթե մարդկային իմաստությամբ իմացի, որ ոչ բան չես ստանա, բայց երբ որ Աստծո զորությամբ է, հավատում ես իր խոսքին, երբեք Աստծո սիրո վրա չկասկածեք, գիտեք ինչ։ Աստծո սիրո վրա երբեք չկասկածեք։ Երբ որ մենք մեղավոր ենք, ժամանակ մեզ սիրեց, այլ ինչը չի պարզելի մեզ է, այդ հավատքով պետք է մենք ապրենք։ Աստված օգնի, այդ հավատքով սպասենք իր ողորմությունը։ Ամբողջ Երիկովի ժողովուրդը ինչի չհավատացին։ Ամբողջ Երիկովի ժողովուրդը քանի հազար մարդիկ չհավատացին, միայն մեկ հավատաց, ով էր, հիշում եք, Ռախաբ կինը։ Եվ իր հավատքով ոչ թե միայն ինքը փրկվեց, իր ամբողջ ազգ բարեկամները։ Կորնելիոսի հավատքով ոչ թե միայն ինքը փրկվեց, ամբողջ իր ազգ բարեկամները բոլորը փրկվեցին, Սուրբ Հոգին իջավ բոլորի վրա։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Մեր մեջ կան քույրեր, որոնք սովորաբար աղոթում են իրենց ամուսների համար, իրենց երեխաների համար, բայց չեն հավատում։ Չեն հավատում, որ Աստված կարող է փոխել։ Սրտերը դարձնողով է ու կար ասել։ Սրտերը դարձնողը Տերն է։ Ես մի բան ասեմ ձեզ, որ բժիշկների գնում եք, որ մեր բագոյին եմ ասում բժիշկ։ Ասում եմ բժիշկները երբեք լավ բան չեն ասում։ Երբեք լավ բան չեն ասում։ Միակ հիվանդության ցավով գնում ես, մի քանի հիվանդություններ են արդեն բացահայտվում։ Քրիստոսը եկել շատ կարևոր ծեսած հավատալքի բան ասող խոսքին վիճակիդ մի նայի կարճի միջի լուշտիոջ սպասիր իր ողորմությանը հրաշք տեսնես անպայման կրնի անպայման քրոջից ողորմություն կրնի դրա համար ասում եմ երկմիտ մարդ է անհաստատ է իր բոլոր ճանապարհների մեջ Անան երբ որ Սուրբ Հոգով դրեցված աղոթք էր անում հին ուխտի Անան բացեց գաղտնիքը որ մեր կյանքը շունչը համեն բաները իրոց ձեռքերի մեջ է իր աղոթքի մեջ գիտեք ինչ ասում մեր ծնողը ողջունցողը գերեզման իջեցնողը վեր հանողը ցածրացնողը բարձրացնողը աղքատացնողը հարստացնողը Տերն է իր ձեռքերի մեջ է Դեր մեկ ասում են բժիշկը մի շաբաթ կյանք է տվել մի ամսվա կյանք է տվել դեպի բժիշկն ասում բայց մեր կյանքը շուրջը օրերը ժամանակները մարդու ձեռքերի մեջ չէ իրոց ձեռքերի մեջ չէ երբանեք համին մենք այդ հավատքով պետք է ապրենք ասում դեպի փառքը եղավ պատականչությունից ասած Սաղմոսի մեջ 76-ում ասում 76-ում գրված է հասանձի ով Տեր դու բարի եւ ներող ես նայեք ուշադիր լսեք եւ խիստ ողորմած ում նկատմամբ այն ամենուն որոնք քեզ են կանչում Ականջ դիրի մաղորդիս ով Տեր մտի կարի մաղաճանքների զայնը նեղության օրը քեզ կհաղորդեն եւ դու ձեր պատասխանես ինչի համար որտեղ աստվածների պես քեզ մամեկը չկա քո գործերի պես չկա բոլոր ազգերը որ դու ստեղծես պետք է բոլորը երկրպագություն անեն եւ կամարը փառքի տան Տերը բարի եւ ներող եւ խիստ այսինքն խիստ նշանակում է շատ ողորմած ինքը նա բարիար է ուշադիր եք լսեք այդ խոսքը բարիար է ապերախներու չարի նկատմամբ այդպես գրված է բարիար է ապերախներու եւ չարի նկատմամբ որտեղ նա սեր իր որդին տվեց դրա համար այդ հույսով հավատքով պետք է մենք ապրենք պետք է քայլենք եւ Աստծուն պարտենք եղբայրներ քույրեր պրոբլեմների դժվարության ժամանակ նորից եմ ասում նայեք Պետրոս Արաքյալը Յորդես ուզում է սպանել բանկի մեջ շղթաներ կապած 4 կարգերից զինվորներ ու Պետրոսը չէր կարող դուրս գալ բայց եկեղեցին ինչ էր անում իշում անդադար աղոթք էր անում անդադար երբեք իրաց մտքով չէր ասի որ ինքը կարող է փրկվի գա մտածում են որ թակավորի սիրտը կարող է փոխվի աղոթք անենք որ այդ իրոք ոչ դա բան Պետրոսի չսպանի բայց Պետրոսին հրեշտակը անեց եւ չհավատացել ասի դե Պետրոս չէ իր հրեշտակն է աղախին եկավ լսեց Պետրոսի ցանը ու դուրը թակում էր ասես այդ Պետրոսը չի լի ժողովուրդ ասեց Պետրոս չի լի հրեշտակը կարող Բայց տեսան Պետրոսն այո, եղբայրներ քույրեր, անկարելի կարելի դասնող Աստված է, անհնարին հնարավոր դասնողը Տերն է, մենք հավատքի ժողովուրդն ենք, հավատքի, պետք է հավատքով մենք ապրենք, հավատքով քայլենք, հավատքով հաղթենք աշխարհի մեղքին, պրոբլեմների, դժվարության, նեղության, համաձայն եք, Աստված օգնի։ Եբրայեցի 4:12-ում գրված է, 4:12-ում, նայեցեք եղբայրներ,
Չէ՞ որ ձեզ մեկուն ներսիտին անհավատության չարսիք լինի, ապստան բնալու կենտանի աստծո մեր, ապա ամեն օր մեկս մեկ հորտորեցիք։ Չէ՞ մեկ իր սիրտը կարծացնի ապստանվի, մեր տրտունջ հայտի ասում, ասում ամեն օր որ մեկս մեկ հորտորեցիք։ Իսկ Պետրոս առաքյալը գրում այդ խոսքերը պիտի պատասխանենք աղոթքի։ Առաջի Պետրոս 1:21, որով միջոցով Աստծուն հավատացին, որ զանիկա մեռելներին հարուց, անոր փառավորություն տվա, որպեսզի ձեր հավատքը ու հույսը Աստծո վրա լինի։ Հավատքը, հույսը ու վրա լինի Աստծո վրա։ Դրա մաս մեկ ու նեղության մեջ կլինեք, կանչեք իմանալ տեն ասում։ Ես սպիտ ազատեմ, ընդամենը դուք ինձ պիտի փառաբանեք։ Ընդամենը դուք պիտի փառաբանեք, Տերն այդպես ասում։ Քրիստոսով եղբայրներ քուրեր, մտան որ պիտի պատասխան աղոթ եղբայրներ դավոտ կանեն։ Վերջին մեր մանկանցայում կա երկու զույգ երեխաներ, ծնվել են անդան եղբայրը կանցկացնի դեր։ Բայց պիտի աղոթի տեղ տան որդերը ներկայացնեն։ Թողնեք առանց հանդիպելու չլինան։ Թողնեք իր հոգսերով չլինան։ Մի հատ վկայություն ժամանակ եղավ Սելասյան։ Պաշտամունքի վերջում երկու հոգսի մարաղոտ եկան, տարիներ առաջ։ Մի հատ քույրիկ տեսեք տեսավ, ասում տեսա մի հատ լուսափար գեղեցիկ սենյակ, երևում Քրիստոս նստած էր։ Ասում ամեն մեկս մեր հոգսեր նման են մեկի ճամբրուների, մեկի մեծ, մեկի փոքր։ Դրանից ներս ենք մտնում շարքով, այդ բոլոր խումբը, շարքով ներս են մտնում։ Ու այդպես բարձրանում են ասում են թողեք այդ, ձեր դերը թողեք, ես վերցնում եմ։ Թողնում են դրա մոտը, բարձրանում են Տեր Հիսուսի մոտ։ Տերը հորդորում էր, քաջալերում էր, ասել գնացեք խաղաղությամբ, ես ձեր խնդիրները լուծել եմ, ձեր հիվանդությունները լուծել եմ։ Ուման դուրս են գալիս ուրախությամբ, ուման արդեն պետք է դրով բաց դուրս գային, նորից մտքեր են տունում էին, մտքերը։ Իրաց նորից վեշ-մեշով շալակում էին, նորից դուրս են գալիս։ Տերը տխրեցած ես, տվում է Տեր, ինձ հանձնեցի, բայց չարագացի։ Եկեք հանձնեք Տիրոջը, վերջում չասեք առանձին, արեք մի հատ մեր են հոգսի մարաղոթներ։ Տերը ներկա է, թե ներկա չի։ Նվատանք իրան ներկա չի։ Կարչենք իրան, հապակենք իրան, մեր հոգին ծառավի իրան, հանդիպենք իր հետ, Տիրոջ ձեռքը երևնա, ամեն վիճակի մեջ իմանք կա, հռովներ կա, չվարություն կա, կանգնենք Տիրոջ աչքի եղբայրը կարծեղ